Այսքանը գործընկերներ չեն։ Մի փոքր լրանցում ձեր հարցի հետ կապված 1000 ներողություն եմ խնդրում։ Այ ասեցիք ինչն է խնդիրը, որ ավարտ չեն հայտնում ուղարկեն դատարան։ Որ դա շատ ակնհայտ ու ակնառու է։ Ավարտ չեն հայտնում ուղարկեն դատարան, որպեսզի հրապարակայնորեն հասարակությունը չտեսնի, թե ինչ խայտառակ քրեական գործի հետ մենք գործ եւ առնչություն ունենք։ Միակ պատճառը դա է։ Ուրիշ պատճառ ու փաստար գոյություն չունի։ Ավարտ չեն հայտնում, որպեսզի հասարակությանը նախաքննական գաղտնիքի քողի մեջ պահեն, թե բարդ քրեական գործ ենք քննում։ Ընդհանրապես գործողություն չի արվում։ Ընդհանրապես։ Տեսեք, դրանցից մեկի վերաբերյալ նույնիսկ, օրինակ կոչի դրվագը, չէ՞։ Հայտնի կոչի դրվագը։ Այդտեղ կարելի է ասել, մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը արտահայտություն։ Իդեպ այս ամենը հիմա առավել քան պարզ երևում է եկեղեցու նկատմամբ ճնշումների պայմաններում, թե ինչի համար էր պետք Սամվել Կարապետյանին իր հեղինակության, իր, այսպես ասած, ուժի դիրքերից հանդես գալու նաև հենց հարգանքից ելնելով հանրության եւ վստահությունից, ինչի էր պետք ամեն կերպ մեկուսացնել։ Հիմա այդ ամեն ինչը շատ ավելի հստակ ու պարզ է։ Հիմա կոչի դրվագով նախաքննության առավելագույն ժամկետը, առավելագույն, դա հանդիսանում էր 4 ամիսը գումարած 1 ամիս հնարավոր փորձաքննության դեպքում։ 4 ամիսը լռանալու արդեն ժամանակահատվածում քննիչը դատական նիստերից մեկի ժամանակ ասել էր, որ այստեղ ինչը փորձաքննություն անեն։ Սա էր իրենց դիրքորոշումը։ Մենք էլ կհիշեք, ներկայացրել էինք փորձաքննության եզրակացություններ փորձագետների կողմից եւ քննիչը իրականացրեց Հայաստանի Հանրապետության պատմության մեջ հերթական ամենաաբսուրդային գործողությունը, որովհետեւ որոշեցին, որ փորձագետերին պետք է ահաբեկեն, պետք է խուզարկեն փորձագետների բնակարանները, բջջային հեռախոսները, կանչեն ժամերով հարցաքննեն փորձագետերին եւ այլն։ Սա է Սամվել Կարապետյանի գործով իրադարձությունները, որոնք տեղի են ունենում։ Ինչևէ, կոչի դրվագով ժամկետը պատկերացրիք։ Այնուհետև դե տնտեսական բնույթի աբսուրդային մեղադրանքներ ներկայացվեցին, որոնց այսպես ասած նվազագույն, ողջամիտ, բանական, չգիտեմ, ինչ ձևակերպում, տրամաբանություն նույնիսկ գոնե պետք է ունենա, չէ՞ մեղադրանքը։ Դրանցից ոչ մեկը տրամաբանություն էլ չի ունեցել։ Եվ այս պնդումը ոչ թե մեր պնդումն է, սա դատական ակտերով հաստատված պնդում է, դատական ակտերով։ Եվ չնայած այս ամենին, եթե նայում ենք առավելագույն ժամկետը, նախաքննության, դա 10 ամիսն է։ 10 ամիս, բայց ժամկետը չի հաշվարկվում առավելագույնի տրամաբանությամբ։ Ժամկետը առաջնային հաշվարկվում է ըստ ներկայացրած միջնորդության եւ դրա շրջանակներում կատարած գործողությունների։ Վճռաբեկ դատարանը շուրջ 2-3 շաբաթ առաջ մի նախադեպային որոշում է ընդունել, որը վերաբերում է իդեպ, եթե չեմ սխալվում, թող ինձ ներեն, ամեն դեպքում անուն չեմ նշի, քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկի խափանման միջոցի փոփոխությանը, որը վերաբերում է կոռուպցիոն մի շարք դրվագների, որով իդեպ ոչ թե կալանք էր կիրառվել, այլ տնային կալանք։ Եվ վճռաբեկ դատարանը ի վերջո գտել է, որ այդտեղ գործողությունները ճիշտ են եղել։ Ես իդեպ եւս այդ կարծիքին։ Կալանքը ծայրահեղ միջոց, ամենածայրահեղ։ Բայց մենք տեսնում ենք, որ օրինակ երբևէ արատավորված չեղած անձին ազգային բարերարից արքեպիսկոպոսներ, մինչև եպիսկոպոսները այսպես շարունակ անձին կալանավորվում են եւ նենց հա տպավորությունը ոնց որ քրեական դատավարության օրենսգիրքը որ բացում եք, այնտեղ ուրիշ խափանման միջոց չկա։ Այնտեղ sense բացում ես, գրած է ամենտեղ կալանք։ Դե դատավորներն էլ, քննիչներն էլ, դատախազներն էլ ասում են ինչ կարող կանան։ Միայն է դա գրված։ Հետևաբար ժամկետի տեսանկյունից ժամկետները խախտված են գործընկերներ։ Խախտված են եւ սա փաստ է։ Եվ դրա հաստատումը առաջնային նա է, որ մենք գործ ունենք անգործության հետ։ Շնորհակալ ենք։ Ես ինչքան հասկացա, Սամվել Կարապետյանը COVID է, հայտնաբերվել եւ արդյոք խափանման միջոցի փոփոխությունը նաեւ սրանով է հիմնավորված, թե այլ կա, թե ինչու փոխվեց խափանման միջոցը բանկից տուն։ Եվ տեխնիկական մի հարց, տնտեսական եւ իշխանության զարգացման ոչի խոսվածներով այդ երկու գործը միասին է կապվում։ Վերջին հարցից կանք։ Այո, Հայաստանի Հանրապետության, որ պատկերացնեք, նախկինում այն կոչվում էր Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչություն։
մայն միավորվել է քննչական կոմիտեում, բայց իրենք որպես կանոն տնտեսական բնույթի դեպքեր քննող ստորաբաժանում։ Իրենք փաստացի այսօր քննում են Սամվել Կարապետյանի դեպքում իշխանությունը բռնությամբ զավթելու կոչի վերաբերյալ դրվագ եւ միաժամանակ տնտեսական բնույթի դրվագ։ Այստեղ նույն ստորաբաժանում, որ պատկերացնեք, այստեղ շատ հեշտ է հասկանալ ինչի է այդպես եղել։ Նվազագույն առնչության դեպքում դա նշանակում է, որ հիմնական այդ բլոկով կամ նման մեղադրանքներով զբաղվող ստորաբաժանումը հեռանկար չի տեսել մեղադրանքում հրաժարվել։ Բայց մեկ այլ ստորաբաժանում պատրաստակամություն է հայտնել այդ շատ կարևոր հունիսի 17-ից բխող Facebook-յան գրառումները մինչ օրս հասանելի են գործադիր իշխանության ղեկավարի այդ հանձնառությունը ցուցումը իրացնելու տեսանկյունից եւ մինչ օրս այդ ամենը շարունակվում է։ Այն, որ դրանք միասին համատեղ են քննվում, դա եւս աբսուրդ է։ Ընդհանրապես Սամվել Կարապետյանի այս գործի, եթե պատկերացնենք վարույթի նյութերը, ամեն էջը թերթելուց կարող ենք աբսուրդները արձանագրել։ Իդեպ ցավոք սրտի էջ չկա որտեղ չլինի աբսուրդ։ Կներեք նույնիսկ, բայց մեր կողմից ներկայացված միջնորդությունները այնքանով են խնդրահարույց, որ մենք ստիպված արձագանքում ենք այդ աբսուրդներին, որտեղ սա է այս գործը։ Բայց պարզապես երբ փորձում ենք աբստրահվել ամեն ինչից, այս գործի հետ կապված, որ ոնց կարող է լինել կոչ միաժամանակ տնտեսական բնույթի մեղադրանքի հետ զուգահեռաբար քննվող։ Հա դա ինքնին նոնսենս է, հարգելի գործընկերներ, բայց ինչև է։ Մեկ հարցի պատասխանն է ինձ ամենից շատը հետաքրքիր։ Ինչ կլիներ, եթե Սամվել Կարապետյանին իսկապես թույլ տային գնար հոր գերեզմանին։ Անկեղծ։ Օրինակ ինչ կլիներ։ Բացահայտեն։ Քննիչը համարում է, որ գերեզմաններ գնալը դա հանրային վայր գնալ է։ Իսկ տնային կալանքի դեպքում, քանի որ սահմանափակումներ են կիրառվում, այդ հանրային վայր պետք չի գնալ։ Ես անկեղծ մի հատ հարցում եմ։ Ինչպես ենք, չէ՞ մենք հաճախ ցիտում Աստվածաշունչը իրավաբանության տեսանկյունից, մարդասիրության տեսանկյունից մի կարևոր հանգամանք կա, չէ՞ որ մեզ հուշում են, որ պետք է դիմացինի հետ վարվենք այնպես, ինչպես կցանկանային, որ մեզ հետ վարվեին։ Արդյոք այդ հարգարժան գործընկերները կցանկանային, որ իրենց որևէ մի մտերիմի, ծանոթի, ես չեմ էլ ասում թշնամու, նկատմամբ վերաբերմունքը այսպիսին լիներ, որ 7 ամիս նվազագույն բժշկական ստուգում չիրականացնեն։ Հասկացանք Սամվել Կարապետյանի տեսակը այնպիսինն է, ինքը ոչ մի գանգատ չի տվել։ Հասկացանք։ Իդեպ չարությամբ էլ չի լցվել։ Հասկացանք։ Բայց դա կարա լինի պատրվակ, որ չթողես մարդը առաջին տարին գնա գերեզմաններ, չթույլ տաս դա։ Իմանաս, որ 7 ամիս մի հատ բժիշկ չի այցել իրան, արյան անալիզ վերցնի։ Դրա հետ համերաշխ լինենք, այդ ամեն ինչի պայմաններում կիրառվի էլի խիստ խափանման միջոց տնային կալանք, բայց այդքան մարդասիրության դեֆիցիտ ունենանք, որ րոպե շուտ այն առաջին աշխատանքային օրը գա, այդ էլ գիտեք ինչի է նախր, թե չէ դեկտեմբերի 31-ին մուտք կանեին։ Խնդիրը նա է եղել, գրասենյակը երևի չի աշխատել։ Անկեղծորեն եմ ասում, ես ունեմ համոզմունք դրա համար, թե չէ դեկտեմբերի 31-ին առավոտյան ժամը 9:05 հանգած շուշանանք։ Չէ որ ասում եմ հիմա, կարող է օրինակ ես պատուանը բացում եմ եւ տեսնում եմ, որ երկինքը փուլ չի եկել տնային կալանքի կիրառմամբ։ Կարող է իրավապահները կամ այս գործով քաղաքական հրահանգները իջեցնողները լրիվ այլ տեսարան են տեսնում։ Հա մի հատ դուք էլ կարող եք, հարգելի գործընկերներ, անկեղծ ձեր կարծիքը ասեք, որտեղ ես ունեմ համոզմունք, որ եթե Հայաստանի Հանրապետությունում իսկապես մենք ուզում ենք գտնել հարցադրումների պատասխանը, թե ինչ է արդարությունը, ինչ է արդարադատությունը, ինչն է դատավորի խիղճը, առաջինը պետք է լինենք մարդասեր եւ առաջնորդվենք իրավունքի գերակայությամբ։ Ավել բան պետք չի։ Առաջի հարցին չպատասխանեցի։
Միակ կհիշեցնենք։ Չէ, COVID-ը հաստատվել է, եկեք պատասխանեմ, COVID-ը հաստատվել է հետազոտությունից հետո, երբ որ արդեն անցել է համապատասխան հետազոտություններ, կարծես թե 3 չէ, առաջ օրը, եթե չեմ սխալվում, նոր հաստատվել է COVID-ի առկայությունը։ Իսկ ինչ նոր հանգամանք է եկել, որ խափանման միջոցը փոխվել է։ Առողջականին է վերաբերվել խափանման միջոցի փոփոխությունը, որոնք որ եղել են, որոնք որ վարորդն իրականացնող մարմնի կողմից պատշաճ չեն գնահատվել, ես կասեի բացարձակ ուշադրության չեն արժանացվել, ինչպես նաև նշվեց, որ դեռ 4 դատական ատյան ֆիքսել էր, որ արկա է առողջական խնդրի հետ կապված պատշաճ բուժօգնության անհրաժեշտություն, նաև այդ դրանով պայմանավորված դատական ակտ է կայացվել եւ խափանման միջոցը փոփոխվել է։ Զուգահեռաբար նաև ջանասիրության բացակայությունը, սա էլ բոլոր դեպքերում ընդգծենք, եւ տեսեք, սա ընդհանուր ընդունված մոտեցում է։ Սրա վերաբերյալ նաև Վճռաբեկ դատարանի եւ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ կան։ Իդեպ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ հենց Հայաստանի Հանրապետության դեմ կայացված վճիռներով։ Այսինքն այն, որ անձի կողմից կալանքի ընթացքում պայմանները պետք է լինեն պատշաճ, դա պետության պոզիտիվ պարտականությունն է, ինչպես գործընկերներս նշեցին, եւ դրա չպահպանումը պետք է ունենա իրավական հետևանքներ։ Մի հանգամանք էլ գաղտնազերծենք։ 2025 թվականի նոյեմբերի 17-ին, երբ քննարկվում էր խափանման միջոցի երկարաձգման հարցը, դատական նիստին մասնակցում էր նաև հսկող դատախազը։ Հսկող դատախազը նիստի ընթացքում ներկայացրեց դիրքորոշում, որ իբրև վերջինս տեղյակ չէր, որ այս նվազագույն երաշխիքները չեն պահպանվել եւ որ մի քանի օրվա ընթացքում ինքը հանձնառություն է ստանձնում այդ ամենը լուծել։ Չստացվեց։ Անկեղծորեն եմ ասում, մեկ միջոց չի ձեռնարկվել։ Չի ձեռնարկվել։ Այստեղ չենք կարող խոսակցական տիրույթում հարցին դիտարկել։ Կամ դա կատարվում է, կամ դա չի կատարվում։ Չի կատարվել։ Տոտալ անգործություն, որ իսկապես Ֆերոյանի հետ համատեղ գործընկերոջս։ Մենք հաղորդում ենք ներկայացրել իրավասու պաշտոնյաների դեմ, բայց այդտեղ էլ ընթացք չկա։ Հիմա դա էլ չէ իրավական, յուրաքանչյուր նշվածի իրավական փաստարկներ են, որոնց վերաբերյալ հակառակի տվյալ չկա։ Երբ դատարանը հարց է տալիս քննիչին, արդյոք կատարել է գործողություններ Սամվել Կարապետյանի մասնակցությամբ, թե ոչ, վստահ պատասխան է հնչում, որ ոչ։ Նույնիսկ ինչ-որ իմաստով կարծես դա լավ է, որ չեն կատարել իրենց շահերի տեսանկյունից։ Ցավալի է, որ իրենց շահը դա կալանքն է։ Մենք այդտեղ ենք հասել, որ քննչականի հետ մեր շահերի հակադրումը դա կալանք չկալանքն է։ Սա աբսուրդ է։ Չի կարող տենց լինել։ Ու ընդհանրապես մենք տեսնում ենք, չէ՞ կալանքի ինչ ֆետիշացում է տեղի ունենում։ Ժողովուրդ ջան, բացի այդ միացած կարևոր հանգամանք կցանկանամ շեշտադրել, այ օրինակ, եթե ինչ-որ ժամանակ հետո հիմա կարծում եմ այդ գաղտնիքով պայմանավորված ձեզ չեն տրամադրի, եթե դուք վերցնեք վերջի դատական նիստի ձայնագրարման կրիչը, հա, խափանման միջոցի քննարկման, դուք կտեսնեք, թե ինչքան մեծ ծավալ է դրա մեջ զբաղեցնում առողջական վիճակի վերաբերյալ, այսպես ասած, իրավական բանավեճը, ու դատավորը ուղղակի հարց է տալի վարույթ իրականացնող մարմնին։ Ուղղակի հարց է տալի վարույթ իրականացնող մարմնին, ասում է, ընկերներ, տևական ժամանակ այս հարցով առողջական վիճակի չեք զբաղվում, ինչն է պատճառը։ Ինչ-որ կծկտուր լղոզած, այսպես ասած, պատասխաններ են տալիս, վերջում դատախազը վեր է կենում կանգնում, ասում է հարգելի դատարան։ Ես ձեզ խոստանում եմ, հենց վաղվանից շատ ինտենսիվ մենք այդ հարցով կզբաղվենք։ Ու այդ շատ ինտենսիվից անցնում են ամիս ու կես, ոչ մի բան չեն իրականացնում։ Դրա համար ենք մենք դիմում դատարան, ասում ենք հարգելի դատարան, այս մարդիկ խայտառական գործության են մատնվել։ Սամվել Կարապետյանի մոտ էլ այդ առողջական խնդիրները գնալով զարգանում ու հասունանում են։ Դրա համար դատարանը իսիզուս չի, որ ասեցի, իրավական հարկադրանքի, այսպես ասած, առկայության պայմաններում այդ խափանման միջոցը փոխվել։ Դրա մեջ ոչ ինչ-որ մեծ հերոսություն կար, չնայած այս իրավական պայմաններում, դա ցավոք սրտի պետք է որոշակիորեն համարձակություն համարել։ Բայց
Դատավորն ասում է, ինչի չեք անում, ասում է վաղվանից կանեն, այդ վաղվա վրան անցնում ամիսուկես ոչի վրա չեն անում, ռեալ, որ մարդը բուժօգնություն ստանա, բոլորը թողում են, արդեն որ ռեալ հնարավորություն ունի գնա հետազոտման, գնում է հետազոտման, տալիս է երկկողմանի թոկաբոր, թոկաբորը բուժում են, բայց տենում են, որ արդյունքը մի քիչ լավացավ, հետո կտրուկ վատթարացավ, նոր հետազոտություններ, նոր անալիզներ, պարզվում է COVID իր սրացումներով, այսպես շարունակ։ Ես եթե թույլ տաք մեկ նախադասություն դա նաև immuniteti շեշտակի նվազման արդյունք է, որը գիտենք, բանտային պայմաններում immuniteti բնականաբար չի ավելանում, առավել ևս ԱԱԾ մեկուսարանում, որտեղ նույնիսկ թթվածնի խտությունն է, այսպես ասած, շատ ցածր, հա, փոքրիկ պատման, որտեղ մաքուր օդ շնչելը մարդկանց համար նույնիսկ խնդիր է։ Մարդկանց տանել այդպիսի ոչ ոնց ասեմ, մարդասիրական մթնոլորտում պահել, հետո էլ զարմանալ, թե ինչի են հիվանդացել, մեղմ ասած դա մարդկային չի եւ իրավական չի։ Շնորհակալ։ Ես ուղղակի մեկ նախադասություն եմ ցանկանում ավելացնել։ Այս ամենը ներկայացրեցինք, չէ՞։ Այս խնդիրները ներկայացրեցինք, առողջական բնույթի հարցեր էլ։ Բայց Սամվել Կարապետյանը այս ողջ ընթացքում որևէ բողոք չի ներկայացրել։ Որևէ գանգատ չի ներկայացրել։ Որևէ։ Հետևությունները իսկապես թողնում եմ ձեզ։ Պատկերացրեք, նման ինտենսիվ կալանք, նման պայմաններ, նման խոչընդոտներ եւ Սամվել Կարապետյանի վերաբերմունք այդ ամենին։ Կարծում եմ իսկապես իրավական առումով իր այդ մոտեցումը ճիշտ չէ, բայց դա էլ իր ձևն է, իր տեսակն է։